Որովհետև ոչ մի պետություն չի կարող հաղթի արտաքին թշնամուն, մինչև չհաղթի ներքին թշնամուն։ Ու մեր ներքին թշնամին այսօր մենակ մենք ենք՝ անավարտ, կիսատ, անորոշ, հոգնած, կոտրված, բայց այն որ մի կերպ կենթանի։ Մեր ամենամեծ խնդիրը 2020-ից մինչև հիմա, մինչև 2026-ը, ոչ թե զենքն է, ոչ թե Սերժն ու Ռոբերտն են, ոչ թե Լևոնն ու Նիկոլն են, ոչ թե Պուտինն ու Ալիևն են կամ Թուրքիան, Իսրայելը մեկը մյուսը, այլ մեր մտածողության կառուցվածքը, որից էլ այո, ծնվում ու գոյատևում են հակահայ ու պետականակործան ռեժիմները ներսում ու լկստված թշնամի պետությունները դրսում իրանց այդ գերագույնների դեմքերով։ Ես իրանց խավարի բանակ եմ անում։ Ու մեր բոլորիս այդ մտածողության կառուցվածքի հետ կապված եկեք սկսենք ամենածանր ճշմարտությունից։ Մենք որպես հայ ազգ այսօր չենք պարտվում սահմաններում կամ դիրքերում, մենք չենք պարտվում ուժով, մենք պարտվում ենք մեր մտքի մեջ, մեր մտքի թուլությամբ։ Իսկ այդ թուլությունը տարբեր հակահայ քարոզչական ապարատներ ուղղակի արհեստականորեն մցրել են բոլորի ուղեղի մեջ ու շատերը չեն պայքարի դրա դեմ, այլ ուղղակի այդ արհեստական միտքը ավտոմատ կերպով ընկալել են որպես իրականություն։ Ու այսօր որ մենք ամեն օր պարտվում ենք, մենք չենք պարտվում ոչ ներքին թշնամուն, ոչ արտաքին։ Մենք պարտվում ենք հենց մեր անվստահությանը։ Այսօր մեր ամենամեծ խոչընդոտը ոչ թուրք-ադրբեջանական մեքենան է, ոչ ռուսական ճնշումն է, ոչ էլ ներսի դավաճաններն են։ Մեր ամենամեծ ու միակ խոչընդոտը մեր մեջ ձևավորված պարտավորի ծրագրավորումն է, որը տարիներով կառուցվել է հետևյալ ձևով, որ մենք փոքր ենք, մենք չենք կարող, մեզ չեն թողի, մեր հետ միշտ սենց է լինելու, ով ենք մենք ընդհանրապես ու նմանատիպ ադրբեջանանպաստ, կարեմալանպաստ, թուրքանպաստ ու հակահայկական նախադասություններ։ Չնայած սրանք զուտ նախադասություններ չեն, սրանք կոնկրետ թունավոր կոդեր են, որոնք այնքան խորն են ներթափանցել, որ շատերի համար դարել են չակերտավոր իրավիճակի սթափ գնահատում։ Այն որ այդ հակահայկական թեզի վրա հենվողները ասում են, թե իբր իրանք ռեալիստ են ու ռեալ են դատում։ Չէ, եղբայրներ ու քույրեր, այդ չի ռեալ դատողությունը, որովհետև իրականում այդ ամեն ինչը ազգի վնասված ողնաշարն է, որը ամենաուժեղ զենքն է մեր դեմ, մեր ինքնության դեմ, մեր պայքարի, մեր պատմության ներկայի ու ապագայի դեմ։